Քանի որ մի տարի արդեն անցել է մեր վերջի զանգի նկարահանումից եւ մենք այսօր ամփոփում էինք, շատ սիրուն տեսարաններ էինք հիշում ենք ինչ օրեր ենք ունեցել, ինչ ենք ապրել, ինչ ենք արել իրար հետ ու դե ինչա կատարվում մեր վերջի զանգը ավարտվեց եւ ուզում եմ բոլորին խնդրեմ, որ դեկտեմբերի 29-ին եւ 30-ին Armenia TV-ով ժամը 9:30 բաց չթողնենք մեր վերջին զանգը։ Շնորհավոր Ամանոր եւ գալիք Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալը կանգնած է իր ավարտի շեմին եւ հենց դա է իրավիճակն առավել լարված ու վտանգավոր դարձնում, երբ թվում է թե պատմությունն արդեն հասել է իր հանգուցալուծմանը, սցենարը նորից շրջադարձ է խոստանում ամենահուզիչ ու ամենամռայլ զարգացումներով։ Անգելինայի ծննդյան օրն է, օրը, որ պետք է լինի ժպիտներով, հույսով ու նոր կյանքի սպասումով։ Տունը պատրաստվում է, բոլորն ուզում են գոնե այդ օրը մոռանալ անցած ցավերը, լռեցնել վիրավոր խոսքերը եւ մի պահ ապրել խաղաղության զգացումով, բայց հենց այդ խաղաղությունն է, որ ամենավտանգավորն է դառնում։ Լիլիթը չի կարողանում հաշտվել իրականության հետ, նա կորցրել է ամեն ինչ՝ հորը, ընտանիքը, վերահսկողությունը եւ հիմա ապրում է միայն մեկ զգացումով՝ վրեժով։ Նրա հոգեկան վիճակն օր-օրի ավելի է սրվում, իսկ խոստումը, որ տվել է Միքայելին սպանել Սոսին, այլևս դատարկ, սպառնալիք չի թվում։ Լիլիթի համար Սոսը դարձել է բոլոր դժբախտությունների պատճառը, այն մարդն, ում գոյությունն ինքն այլևս չի կարող հանդուրժել։ Ծննդյան օրը դառնում է խորհրդանշական պահ, մի օր, որը պետք է նշանավորի կյանքի շարունակությունը, կարող է վերածվել ողբերգության։ Հեռուստադիտողները լարված սպասում են, արդյոք Լիլիթը հենց այդ օրը կանցնի անդառնալի սահմանը։ Նա գիտի, որ այդ պահին բոլորը հավաքված կլինեն, զգոնությունը կլինի նվազ եւ դա կարող է լինել իր վերջին քայլը։ Սոսն ինչպես միշտ Անգելինայի կողքին է լինելու, անկախ նրանից, որ Ավագն ու Վիկտորիան դրան դեմ են։ Ավագը արդեն հունից դուրս է եկել ու պարբերաբար վիրավորում է Սոսին ու Անգելինային։ Անգելինային ասում, որ կարող է իրերը հավաքել ու գնալ Սոսի մոտ։ Ուղղակի բոլորն էլ պետք է հասկանան, որ սա հայրական խանդ է, չէ՞ որ նա ամբողջ կյանքը նվիրել է Անգելինային մեծացնելու գործում, իսկ այժմ նա կանգնած է դստերը կորցնելու շեմին։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ Անգելինայի սերը կարող են միմյանց միջև բաժանել։ Նա փորձում է պաշտպանել դստերը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Բայց արդյոք Սոսը պատկերացնում է, որ վտանգն այնքան մոտ է։ Արդյոք կհասցնի կանխել այն, ինչ կարող է կործանել ոչ միայն իրեն, այլև բոլորին։ Միքայելն, ով տարիներ շարունակ մանիպուլացրել է մարդկանց կյանքերով, այս անգամ կարծես դուրս է եկել իրավիճակի վերահսկողությունից։ Նա լսել է Լիլիթի խոստումը, բայց հարց է՝ կկանգնեցնի նրան, թե նորից լռությամբ կդառնա հանցակից։ Նրա լռությունը կարող է ճակատագրական լինել։ Անգելինայի ծննդյան օրը սերիալի ավարտին վերածվում է ճակատագրական կետի։ Օրվա վերջում ինչ-որ մեկը կարող է կորցնել կյանքը, ինչ-որ մեկը ազատությունը, իսկ ինչ-որ մեկը վերջին հույսը։ Բայց մի բան ակնհայտ է՝ Դիանա Գրիգորյանը չի ընտրել հեշտ ավարտ, նա պատրաստել է հուզական, ծանր ու հիշվող հանգուցալուծում, որտեղ ամեն քայլ ունի իր գինը։ Զանգը սերիալը հասնում է իր տրամաբանական եւ միևնույն ժամանակ ամենահուզիչ ավարտին, այն ավարտին, որն ամիսներ շարունակ սպասված էր հազարավոր հեռուստադիտողների կողմից։ Սերիալը, որը սկսվեց որպես դպրոցական ու ընտանեկան պատմություն, ժամանակի ընթացքում վերածվեց ճակատագրերի բախման, գաղտնիքների բացահայտման, ցավի, սիրո, դավաճանության եւ ներողամտության մասին խորը դրամայի։ Ավարտը խոստանում է լինել լարված, զգացմունքային ու հիշվող, այստեղ այլևս չկա երկրորդական բան։ Յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հայացք եւ յուրաքանչյուր քայլ վճռորոշ է։ Բոլոր կերպարները կանգնած են իրենց կյանքի ամենակարևոր ընտրության առաջ։ Ոմանք պետք է պատասխան տան տարիներ առաջ գործած մեղքերի համար, ոմանք ընդունեն ճշմարտությունը, իսկ ոմանք էլ սովորեն ներել ու շարունակել ապրել։ Սերիալի առանցքում մնացած ընտանիքը վերջապես կանգնում է ճշմարտության առաջ։ Աննան, Սոսը եւ Անգելինան անցնում են ամենածանր ճանապարհը, բայց հենց այդ ցավի միջով է, որ ծնվում է իրական ընտանիքը։ Մոր ու դստեր կապը,
որն այդքան երկար ժամանակ խլված էր, վերջապես վերականգնվում է։ Այդ հանդիպումները, գրկախառնությունները և չասված բառերը սերիալի ամենահուզիչ պահերից են դառնում։ Հենրիի և Անգելինայի պատմությունը ևս հասնում է իր հանգուցալուծմանը։ Սեր, որ անցավ ստի, խաբեության, ցավի ու բաժանման միջով, բայց չկոտրվեց։ Սերիալն ավարտվում է, իսկ ավարտը տեսնում են ոչ թե իդեալական հեքիաթ, այլ հասունացած սեր, որտեղ կա պատասխանատվություն, ներողություն և պատրաստակամություն պայքարելու ոչ միայն իր, այլ նաև ապագա երեխայի համար։ Բացասական կերպարների ճակատագրերը ևս անտեսված չեն մնում։ Յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր հանցանք իր հետևանքն է ունենում։ Սերիալի ավարտը արդարության մասին է, ոչ պարտադիր դատարանի, այլ կյանքի կողմից տրված արդարության։ Ոմանք կորցնում են ամեն ինչ, ոմանք մնում են միայնակ սեփական խղճի հետ, իսկ ոմանք ստիպված են ապրել իրենց արածի հիշողությամբ։ Վերջին զանգը չի ընտրում հեշտ ավարտ, այն չի փորձում բոլորին երջանիկ դարձնել արհեստական ձևով, փոխարենը ընտրում է իրական, մարդկային ավարտ, որտեղ կա ցավ, բայց կա նաև հույս, կա կորուստ, բայց կա նաև նոր սկիզբ, կա հրաժեշտ, բայց կա շարունակություն։ Սերիալի վերջին կադրերը խորհրդանշական են։ Դրանք ոչ միայն պատմության ավարտն են, այլև այն ճանապարհի, որ անցել է թե կերպարները, թե ամբողջ ստեղծագործական թիմը։ Ամիսներ շարունակ, գիշեր-ցերեկ տարված աշխատանքը, լարված նկարահանումները, դերասանների նվիրված խաղը և սցենարիստի համարձակ լուծումները բերել են մի ավարտի, որը շատ երկար դեռ կքննարկվի։ Վերջին զանգն ավարտվում է, բայց իր թողած ազդեցությունը դեռ երկար կմնա։ Այն սերիալներից է, որը չի մոռացվում ավարտի հետ միասին, այլ շարունակվում է հեռուստադիտողի հիշողության, զգացմունքների և քննարկումների մեջ։